Գրիգորյան 9 օրից փառաքարում է սպասվում ընտրություններ, ինչ շանսեր ունեք դուք ընտրվելու, նաև հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններին բավականին շատ ձայներ եք հավաքել, սակայն հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, իշխանությունը բաժանվեց Դավիթ Մինասյան, Դաշինքի և ՔՊ-ի միջև։ Ընտրությունները 19 օրից է և մտավախություն չկա այս փուլում ընդհանրապես, քանի որ 3 տարի առաջ 3.5 տարի առաջ բոլորս տեսանք, հասկացանք ինչ կատարվեց։ Այս տարիների ընթացքում ժողովուրդը, մեր համայնքի բնակիչները բոլորը ականատես եղան, թե համայնքի կառավարմանը, թե համայնքում լուծվող խնդիրների չլուծմանը, դա ամեն ինչը, որ ասում եմ, ժողովրդի լեզվով ասած, բոլորը ականատես են եղել և տեսել են։ Ամսի 30-ին կայանալիք ընտրություններին ինձ թվում է Փառաքար խոշորացված համայնքի բնակիչները իրենց քվեով ևս մեկ անգամ ավելի հաստատակամ վստահ եմ, որ իրենց ձայնը կբարձրացնեն։ Օրինակ ձեզ ինչի համար պիտի ընտրեն։ Ինձ ինչի համար պիտի ընտրեն։ Ես ճանաչում եմ բոլորին, բոլորն էլ ինձ են ճանաչում և ինձ թվում է հիմնական հենց հիմքը դա է։ Խնդիրները որոնք են Փառաքար համայնքում, որովհետև մենք քիչ առաջ քաղաքացիներին ենք զրուցում, ովքեր իրենց դժգոհություններն էին հայտնում, որ խմելու ջրի հետ է կապված խնդիրը, հանք կա, որ չեն կարող խմելու ջրի հետ կապված էլ խնդիր կա, ոռոգման ցանցի հետ էլ կա կապված խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ կան, ճանապարհների հետ կա կապված խնդիրներ, շրջակա միջավայրի հետ կա կապված օդի աղտոտման հետ կապված կա խնդիրներ, որոնք մեր նախընտրական ծրագրում մենք կներկայացնենք, դրանց լուծման եղանակներն ու ճանապարհը, ու այդ ամեն ինչը ոնց կներկայացնենք, այդ նույն ձևով էլ այդ ամեն ինչը պատշաճ ձևով։ Բայց դրանք նախկինում են եղել այդ խնդիրները, ինչի միջև հիմա օրինակ պատշաճ լուծում չեն ստացել, դրանք հիմա է լուսավորության ցանցը հաշվել Փառաքար համայնքում մասնավորապես։ Դուք երբևէ կառավարել եք Փառաքարը։ Ես երբևէ Փառաքարը չեմ կառավարել, նիստերին էլ չենք մասնակցել։ Ձեզ համար մրցակից հանդիսանում եք ԿՊ-ն։ Ինձ համար բոլորն են մրցակից են, բայց հաղթելի։ Լյուդվիգ Յունազարյան օրինակ մրցակից համարում եք։ Բոլորն են մրցակից։ Իսկ ինչ հարաբերությունների մեջ է։ Սովորական։ Սովորական ինչ է։ Նորմալ։ Շփում կա։ Կարանք շփվենք։ Իսկ օրինակ կոալիցիայի կարող է դա բերի օրինակ այդ շփումը։ Կոալիցիա ասվածը մենք գիտենք, որ մենք բավականին բարձր ձայն ենք հավաքելու այս ընտրություններում, ոնց որ հավաքել ենք նախորդ ընտրություններում։ Իսկ ինչ վերաբերվում է կոալիցիային, եթե ինչ-որ մի ուժ կուզենա ժողովրդի այդ քվեն ոտատակ չտա, գա և կոալիցիայով փորձի ինչ-որ համայնքի համար, չգիտեմ, մի լավ բան անի, մենք պատրաստ կլինենք լսել ցանկացածի հետ։ Բայց պայման չունեք, դուք լինեք համայնքապետը, թե Լյուդվիգ Յունազարյան օրինակ։ Չէ, Լյուդվիգ Յունազարյանը ոնց կարող լինի համայնք։ Չէ, եթե օրինակ ԿՊ-ն դուք բավականին մեծ ձայներ եք հավաքում, բայց ԿՊ-ն ուզում է ձեզ հետ կոալիցիա կազմել, դուք պայման չունեք, դուք լինեք համայնքապետը։ Ոչ, եթե որ քաղաքական ուժը կհավաքի ամենաշատ ձայները, նա էլ ինձ թվում է իմ տրամաբանությամբ ես կուզեմ, որ այդպես լինի, բայց նաև կուզեմ բացառեմ, որ այս 3.5 տարվա այս վիճակում շփվելով համայնքի բնակիչների հետ կուզեմ բացառեմ, որ 50+-ը չի լինել։ Օրինակ նախորդ անգամ ինչ տեղ ունեցավ, որ չկարողացաք ընդհանուր հայտարարի գալ եւ կոալիցիա կազմել։ Դե ինչ որ մարդկանց ասենց
ամբիցիաները, չգիտեմ, ես իմ խնդիրները, այդ է եղել պատճառը, դուք ավելի լավ գիտեք։ Մի հատ բան հետո համակարգում հստակեցնենք։ Դուք որ ասում եք, որ եթե օրինակ քաղաքացիական պայմանագիր ուզենաք Գամիանա, մենք պատրաստ ենք, սա ձեր անձնական որոշումն է, թե ապրելու երկիր կուսակցության դիրքորոշումը այս համայնքում, որ իրենք պատրաստ են համագործակցել ՔՊ-ի հետ։ Համագործակցությունը գիտեք ոնց, եթե ես ասենց փող քաղաքապետ իրանցից ունի, ինչ որ փող համայնքի ղեկավարի։ Եթե ցանկացած փող քաղաքապետ կլինի ինչ-որ մի կուսակցությունից ու պատրաստականություն կհայտնի աշխատել իշա համայնքի, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում։ Բայց դուք եք համայնքապետ։ Իհարկե։ Այսինքն դուք կոալիցիա կկազմեք միայն այն դեպքում, եթե դուք լինեք համայնքապետը։ Իհարկե։ Որովհետև նախորդում էլ էր այդպես ու չստացվեց այդպես։ Սա ապրելու երկրի դիրքորոշումն է, ես այդ եմ ուզում հասկանալ։ Քաղաքական ուժի դիրքորոշումն է համագործակցել։ Հա, իդեպ ապրելու երկրով եք առաջադրվում։ Չէ, միասնություն դաշինքով ենք առաջադրվում ու դա իմ դիրքորոշումն է ու ինձ թվում է մահանուն մեր բնակչի ապրելու երկիրն էլ կիսի այդ դիրքորոշումը, եթե ձայների մեծամասնությունը կլինի մերը ու ինչ-որ մի քաղաքական ուժ կուզենա կոալիցիա կազմի իր ավականու ձայնը տա եւ իշա համայնքի բնակիչների, ես չեմ մտածում, որ ինչ-որ միասնություն դաշինքը որ ուժերից է ձևավորվել ապրելու երկրից եւ հաղթանակ։ Պարոն, դուք մտահոգություն չունեք, որ Դավիթ Մինասյան դաշինքի պես ԿՊ-ն 2 տարի ու կես կառավարեց Դավիթ Մինասյանը, հետո մի կերպ վերցրեցին, հա, իրենց իշխանությունը։ Մտահոգություն չունեք, որ նույն սցենարը ձեզ հետ կկրկնվի, եթե կոալիցիա կազմեք ԿՊ-ի հետ։ Մտահոգություն ո՞նց չհասկացա այստեղ ջան։ Տեսեք, կոալիցիա կազմեց ԿՊ-ն Դավիթ Մինասյան դաշինքի հետ։ Իշխանությունը բաժանեցին, չէ՞։ Բայց այդ ընթացքում Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական գործեր եղան, նա կալանավորվեց ու տեսակետ կար, որ ԿՊ-ն հատուկ էր անում, որպես ինքը հրաժարվի 2.5 տարի կառավարումից հետո հրաժարվի աթոռից, բայց Դավիթ Մինասյանը չէր ցանկանում։ Այսինքն դուք չեք մտածում, որ կարող է նույն սցենարը նաև ձեզ հետ կրկնվել։ Եթե դուք կոալիցիա կազմեք ԿՊ-ի հետ։ Ես կոալիցիա չեմ կազմելու ԿՊ-ի հետ։ ԿՊ-ն է կազմելու կոալիցիա։ Այսինքն դուք միայն կողմ եք, որ ցանկացած ուժ իր ձայները տա ձեզ։ Այո, ցանկացած ուժ իր ձայները տա ինձ, որովհետև մենք չեք տա որևէ ուժի, որովհետև ոնց կլինի, եթե մենք հավաքենք օրինակ ինչ-որ մի տոկոս, հա, ու որը որ լինի մնացած ուժերից բարձր տոկոս ու մենք մեր բարձր ձայների տոկոսը տանք ինչ-որ երրորդ տեղին կամ երկրորդ տեղին կամ չգիտեմ եսին որտեղին, ոնց կլինի դες։ Ձեր վստահությունը ինչի՞ց է գալի, պարոն Գրիգորյան։ Վստահությունը օրինակ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Դե այդ ամսի 30-ին այդ վստահության խոսքը ժողովուրդը իր քվեով կապացուցի։ Պրոցեսները ձեզ ոնց են ասանակ ուշադրությունը, հա, Գյումրիի վրա է կենտրոնացած, բայց խոսակցություններ կան, որ ավելի կրիմինալ ձևով փառափարում է ընտրությունները տեղի ունենալու, հետընտրական պրոցեսները հնարավոր է։ Չեմ կարծում այստեղ։ Չեմ ամեն հետևանք իր պատասխանը ունի, դա որ դաշտում ուզում է լինի, չեմ կարծում, որ մեր մոտ մեր ժողովրդի ձայնը պետքա լսելի չլինի։ Դուք ո՞ր կուսակցության ներկայացուցիչ եք։ Ես ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ եմ։ Բայց դուք տեղակ եք, որ ձեր քաղաքական ուժը բացառում է բոլոր տեսակի համագործակցությունը քաղաքացիական պայմանագրի հետ։ Գիտեք ոնց։ Կամ մեզ միանա։ Գիտեք ոնց, եթե կառավարումը պետքա լինի իշա համայնքի ժողովրդի, ես միանշանակ կողմ եմ։ Դա կլինի քաղաքացիական պայմանագիրը, դա կլինի, չգիտեմ, մեկ այլ կուսակցություն կամ մեկ այլ կուսակցություն։ Ղեկավարության հետ։ Այո։ Իրենք նման բան են ասել, որ իշա գյուղի եկեք միացեք ԿՊ թող կա մեզ միանա։ Ես էլի եմ ասում ձեզ, ցանկացած քաղաքական ուժ, եթե կուզենա կոալիցիա կազմել բարձր տոկոս հավաքած քաղաքական մեկ այլ ուժի հետ, իշա համայնքի ժողովրդի խնդիրների լուծման ես պատրաստ